Պարոն Բեգոյան, ինչ ծառերով է փոխանցվելու այս փողոցում կտրված ծառերի, ինչ է տնկվելու ու մեր ռելիեֆի մասին խոսեք, այն ծառերը, որոնք տնկվելու են այստեղ, արդյոք համապատասխան են Հայաստանի ռելիեֆին։ Փոխարինվելու են ցերծից տեսակի ծառատեսակներով, ինչպես վերևի մասն է Թումանյան փողոցի, այնպես էլ ամբողջ փողոցը փոխարինվելու է միատեսակ ծառատեսակներով, մի բարձրությամբ, նույն բնի հաստությամբ, պահպանված է լինելու ամբողջ փողոցի շարքը միատար տնկարկներով եւ տարհասակություն էլ չենք ունենալու, որովհետեւ բոլոր ծառերը մոտ 10 տարեկան հասուն ծառեր են։ Նախորդ տարի տեսել եք ինչպիսի լավ աճ ենք ունեցել Թումանյան փողոցում եւ կարող եմ ասել մեկ շաբաթ առաջ այնպիսի լավ աճ ունեինք, որ այդ անցած գարնան տնկված ծառերը ենթարկեցինք սանիտարական ձևավորման, էտի բավականին ջղերը իջեցրեցինք, բայց դա անհրաժեշտ միջոցառում է ձևավորելու համար իրենց սաղարթը, որպեսզի հետագայում չունենանք այն տձևությունը, ինչը որ ունենք Երևան քաղաքում ծառերի սաղարթների մասով։ Իրենք համապատասխան են Հայաստանի ռելիեֆին։ 100% համապատասխան են եւ կուզեմ, որ մեր բնակչությունն իմանա, որ բացի այն, որ մասնագիտական է կառույցը եւ կան բազմաթիվ գիտնականներ եւ ոլորտի մասնագետներ, դենդրոլոգներ, ծառագետներ, բուսաբաններ, կա նաեւ կազմակերպությանը կից գործում է գիտատեխնիկական խորհուրդ, որտեղ արդեն հրավիրված են ոլորտի շատ ավելի բարձրաստիճան գիտնականներ, պրոֆեսորներ, ակադեմիայի թղթակից անդամներ եւ տվյալ փողոցում ինչ ծառատեսակ պետք է տնկվի, մեր որոշելուց հետո նաև իրանց մոտ է անցնում այդ որոշումը, հաստատվում կամ չի հաստատվում, այնպես որ վստահորեն կարող ենք ասել, որ ծառերն ընտրված են, ընտրվում են միայն այն ծառերը, ինչը համապատասխանում է Երևանի կլիմային, իսկ տվյալ փողոցի ծառերի համար կարող եմ ասել, որ նրանք շատ լավ են զգում Երևանի պայմաններում եւ նրա առավելություններից մի քանիսը թվարկեմ, որ շատ ձևավորում են բավականին նորմալ մեծ սաղարթ, ունենք շատ գեղեցիկ ծաղկման սեզոն եւ շատ չորադիմացք ունեն այդ ծառերը։ Այս ծառերը, որ տնկում եք մյուս տարի արդեն իրենք լինելու են սաղարթներով, այո, այս տարի էլ կլինեն սաղարթներով, ինչպես Թումանյանի վերևի մասը կարող ենք մենք կադրեր տրամադրել, թե ինչպիսին է եղել Ամռանը Թումանյանի փոխարինված մասը։ Կծաղկեն, կարծում եմ, իրենք ստրեսի մեջ են դե հիմա, կծաղկեն մայիս ամսին եւ կձևավորեն իրենց սաղարթը, իսկ նախորդ տարվա տեղադրվածները բնականաբար մի փոքր ավելի փառթամ կլինեն, քան այս հատվածին։ Որոշ մասնագետներ իհարկե համաձայն չեն ձեր ասացի հետ, ասում են համատարած ծառերի կտրումը մեծ վնաս է, գոնե մեկու մեջ պետք է կտրվի։ Տեսեք, այո, եթե ծառերի կտրումը, հատումը, նախ սա ծառերի փոխարինում է, մենք չենք հատում ծառը, տեսնում եք անմիջապես էլ տեղը փոխարինը տնկում ենք, փոխելով նույնիսկ հողը, որովհետև հողն էլ այնպիսի վարակված է, որ անհրաժեշտ է փոխարինել։ Համատարած կտրել։ Երևան քաղաքում թեղիները մոտավորապես հասնում են 200,000-ի։ 200,000-ի մեջ մենք պատրաստվում ենք մոտ 70-ից 80 թեղի կհատվի, մոտ 100-ն են այս հատվածում, որ մնացել է մինչև Խանջան հասնելը, 100-ից մոտ 30-ը կպահպանվի, որոնք քիչ թե շատ դեռ մի քանի տարվա կյանք ունեն եւ բնակչության համար անվտանգ են, մնացածը կտրվի եւ կփոխարինվի եւ շատ մի կարեւոր հանգամանք է։ Բացի նա, օրինակ, տեսեք, 70 ծառ կկտրվի, բայց տեղը կտնկվի մոտ 100-ը, որովհետեւ վերականգնվելու են ամբողջ փողոցի նախկինում, եթե կարելի ասել, զավթված բնաբաժակները։ Այդ ավտոների պարկինգների համար որոշակի խանութների դեմը մայթից վերցրած հողատարած ամբողջը վերականգնվելու է եւ բացվելու են բոլոր այն բնաբաժակները, որոնք տարիների ընթացքում փակ են եղել եւ կարող եմ ասել, որ Թումանյան փողոցում եղած ծառերի բնաբաժակներին մոտավորապես եւս 20-ից 30 լրացուցիչ բնաբաժակներ բացվել են։ Հետևաբար կհատվի մոտ 70-ի չափ ծառ,
ու արդեն պարզ է, որ կտնկվի 100-ի չափ ծառատեսակ։ Որտեղից են բերվում այս ծառերը։ Ճիշտն ասած, ծառերը մենք ձեռք ենք բերում բացառապես գնումների մասին օրենքի համաձայն, եթե չեմ մեր համար բերողը հայաստանյան տնտեսվարողներ են։ Բայց եթե չեմ սխալվում, ծառերը տնտեսվարողը ներմուծել է Իտալիայից։ Ծառերը Արծվի Գրիգորյանը ասաց տնկում ենք եւ ասաց այս հատվածում 20 ծառ ենք հատում, դուք հիմա որ ասում եք 70 ծառ, դա կարծում եմ գլխավոր դենդրոլոգը ի նկատի է ունեցել այսօրվա աշխատանքները։ Այսօրվա աշխատանքները նախատեսված են մինչև Նալբանդյան փողոց։ Ես խոսում էի մինչև Խանջան փողոց, այսինքն մինչև Թումանյան փողոցի ավարտ։ Հյուրայա ծառերը այստեղ կկպնեն։ Այդ հյուրայա ծառերը սրանից վերև շուրջ 200 կպել են եւ կարող եմ մի բան էլ հայտարարել, որ գոնե 1%-ի չորացում չենք ունեցել։ Նախորդ տարվա տնկվածները 100% կպել են։ Մաշտոցի պողոտայում չորացել էին, պարոն Բեգոյան։ Մաշտոցի պողոտայում հարգելիներս մենք արձանագրել ենք դեպքեր, դրանով ոստիկանությունը զբաղվում է, նկատել ենք թե մեխանիկական վնասման դեպքեր, թե որոշակի անձանց կողմից որոշակի, այսպես ասեմ, անհայտ նյութեր են արձանագրվել, որ ծառերի տակ լցնում էին։ Չեմ կարող ասել, դա իրավապահ ոլորտն է, ես չեմ կարող պատասխանել այդ։ Այս հաստաբուն թեղիները ինչի եք հատում։ Տեսեք, հաստաբուն թեղ, մենք ասում ենք դրանք ծեր են եւ ինչպես բնության մեջ ամեն ինչ ունի իր կյանքի տևողությունը։ Եթե ասում ենք, որ ծեր են, բնականաբար իրենց կյանքն ապրել են եւ բնականաբար պետք է հաստաբուն լինեն։ Եթե հաստաբուն չլինեին, հետեւաբար ծեր էլ չէին լինի, ուրեմն նրանք դեռ երիտասարդ ծառեր էին։ Դրա համար, այո, եթե նրանք ապրել են իրենց կյանքը, անտառում էլ, որ ծառը ապրում է, այսպես փդում է եւ տապալվում է, իրենք հաստաբուն են լինում, հետեւաբար պետք է հաստաբուն լինեն, այո։ Անցյալ տարի դատարանը կասեցրել էր ծառահատումները։ Հիմա թույլտվություն ունեք այդ փաստով, հիշում եք, դիմում էր ներկայացվել, որ շմակ փորձաքննություն չի իրականացվել։ Հիմա նորից վերսկսել է գործընթացը, ունեք դատարանից թույլտվություն։ Տեսեք, բողոքներ են եղել ինչպես պետական վերահսկողության ծառայություն եւ այլն, այսպես նաեւ շրջակա միջավայրի նախարարություն եւ այդ բողոքների հիման վրա պատկան գերատեսչությունների կողմից եղել են պատասխաններ, որ նման գործընթացները շմակ փորձաքննություն չեն պահանջում։ Սա հստակ է։ Ո՞վ է դա պատասխանել։ Եվ շրջակա միջավայրի նախարարությունն է պատասխանել, գիտենք, որ նաև բողոք եղել պետական վերահսկողության ծառայությանը, որը ուսումնասիրել է ծառատեսակները, արդյոք համապատասխանում են կառավարության որոշմամբ ընդունված ծառատեսակներին, ամեն ինչ նորմալ է եղել, ամեն ինչ ճիշտ է եւ ուրեմն շմակ փորձաքննության կարիք չկա։ Հասկանում եք, շմակ փորձաքննությունը դա այն դեպքերում, երբ որ ինչ-որ շինարարություն է իրականացվում, երբ որ ինչ-որ կանաչ զանգված անվերադարձ պետք է ոչնչանա, այդտեղ ինչ-որ բան կառուցվի։ Այստեղ մենք կատարում ենք փոխարինման աշխատանքներ։ Մեկ ծառը, որ ծերացել է եւ այլևս իր ֆունկցիան չի կատարվում, փոխարինվում է ավելի արժեքավոր գնի իմաստով չեմ ասում, ֆունկցիոնալության, իհարկե նաեւ գնի իմաստով, բայց ֆունկցիոնալ իմաստով ավելի արժեքավոր եւ տվյալ դեպքում նաեւ շատ խիստ գեղազարդ ծառատեսակներ։ Ինչքան է այս ծառերի։ Եթե չեմ սխալվում, մոտ 80,000-ի կարգի է, մոտավորապես։ Մեկ ծառի արժեքը։ Այո, եւ կարող եմ հավելել, որ դեռ այս ծառերը գնվել են անցած տարի, այս տարվա տվյալներով ծառերի գինը նաեւ եվրոպական շուկաներում բավականին բարձրացել է եւ դա օրինակ մենք արդեն տեղեկություններ ունենք, որ դրանք եթե այս տարի ձեռք բերեինք, կարժենային մոտավորապես 150,000։ Մի հարցեր տամ, սակուրաները